Ուրեմն բարև ձեզ սիրելի հայեր, ընտրությունների նախօրյակին մինչդեռ Ազգադավ Նիկոլը, ավելի ճիշտ թուրքի ճուտ Նիկոլը, մինչդեռ ձևացնում է իմիտացիա է անում զորահանդեսի, մենք այսօր նորից նոր զոհ ունենք, ինքնասպանություն է գործում խաղաղասեր բանակիտ Կապիկյան, խաղաղասեր բանակիտ զինվորը, կապանում, ինքնասպանություն է գործում, ըստ ձեր վերսիայի։ Հիմա սկսենք բոլոր այն ցավոտ կետերից, որը որ կարծում եմ չկա այնպիսի մի հայ, որին չի անհանգստացնում այսօրվա մեր երկրի վիճակը։ Տիգրանաշենը տալիս են թուրքերին, դա այլևս բամբասանք չի, օդում կախված լուրեր չի, դա այլևս ապացուցված փաստ է, և դրանով մուտք են գործելու Սյունիք, դա Սյունիքի ճանապարհն է։ Այդ ֆոնին մեր մեռել թաղող նախագահը, որ միայն մեռելների, քելեխներին է ի հայտ գալիս, այստեղ կամ այնտեղ, Վահագն Խաչատրյանը, անունը մոռացել է, արդեն այնքան չենք տեսել, Վահագն Խաչատրյանը հայտարարում է, հարկավոր է Սյունիքի դարպասները բացել։ Հիմա սրանց ոչ չասես, այ Քեմալի պայմանագիր։ Հիմա մի կերպ ինձ զսպեցի, որ հայհոյանքով չասեմ ձեզ։ Սյունիքի դարպասները 1722 թվականից փակել է Մխիթար սպարապետը, այնուհետ Նժդեհը, և ի շնորհիվ այդ մեծությունների մենք ունենք այսօր Սյունիք ու հայկական Սյունիք, որ ասում էի Ղարաբաղից հետո անցնելու են Սյունիքին, չէիք հավատում, Սյունիքը վտանգի տակ է, Արուշանյան Արուշ ձեն հանի, ես գիտեի այդ տղա, 44 օրյայից հետո ես գիտեի, թե մենք ունենք երկրորդ Մխիթար, պարզում է մենք երկրորդ Ֆրանգյուլ ունենք Սյունիքում, մի հատ էլ դեռ Նիկոլի ձեռն ես սեղմում, ոնց ես ընդհանրապես կարողանում դու քեզ ներել, դու քեզ ընդհանրապես ներում ես, որ մեկ-մեկ օյախ ես մնում, այսպես ասած, ժողովուրդ ժարգոնիս համար ներող կլնեք, բայց այլևս էլ տեղ չեն թողել սրանք։ Ուրեմն նոր զոհի ֆոնի վրա այդ քաչալ պակրիշկեքով, որ զորահանդես ես անում, դու տեսել ես ինչ ես հանել ցուցադրելու, լավ ասենք թե չի հասկանում սովորական են գեղցին, գյուղացին չէ, գեղցին, որ եկել էր քո ռեկլամի հետևից, քո գովազդի հետևից, այ մտավոր հետամնաց, Նիկոլ քո հետ եմ, չես մտածում, որ էկրանից են կողմ հասկացողներ են նայում, հետախուզությամբ ով պետք է գնար այդ շները, երևի երկու քայլանեն, չեն էլ կարա տեղ հասնեն, էտա քո հետախուզն է, դե հազիվ էլի, եթե զորամասերում ինքնասպանություն գործեն ամեն օր, բանակըտ էս վիճակին լինի, են տարած հետ բերած կլուբնիկան էլ չես տալի զորամասերում ծրեն, գոնե գովազդ կանես ընտրություններից առաջ, այդ զորահանդեսը, դա զրոհանդես էր, դա զորահանդես չէր, դա զրոհանդես էր ընտրությունների նախօրյակին ցուցադրելու համար, որ իբր թե Կապիկյան ինչ-որ բան արժե, այդ որ ասում ես Սուրիկ, այդ որ ասում ես գնացեիք ծառայեիք, ձեր տղերքը ծառայել են, այդ դու կարծում ես, որ ինչպես կասեր կնքահայրդ իա իրոք, այդ դու կարծում ես, որ ընկերոջը պոստում խփելը ծառայություն ա կոչվում, դանակահարելը վախից, քո պոստավիկ ընկերոջը դա կոչվում ա ծառայություն, դու էլ ծառայածն էիր, ընկերագույն գլխավոր տահասիտ ասա դու ծառայելուց ընդհանրապես տեղյակ ես, որ ինքդ քեզ հռչակել ես գերագույն գլխավոր Սևին Սքի հրամանատար, հետ նորից եմ, որ ասում հաշվենք մեր գառներին, ավելի ճիշտ ոչխարներին, Նիկոլի հիստերիան վկայում է միայն մի բան, Նիկոլը գահավիժում է և անելու ամեն հնարավոր անհնարին, ձևերը ամեն ինչ, որպեսզի կարողանա վերարտադրվել, իսկ եթե ԿՊ-ն Քեմալի պայմանագիրը, կներեք արտահայտությանս այդ բառը պետք է ասեմ, Քեմալի պոռնիկները եթե վերարտադրվեցին,
այս անգամ արդեն մենք Հայաստան չենք ունենալու, հասկացեք վերջապես։ Տիգրան դա Սյունիքի մուտքն է։ Կապանից Գորիս գնալու համար գերի է քննելու, ածի տնօրենին հարցնում են, ասում են, որ գերինգն է, միշտ պետք է անեմ, ասում են, դե որ հեռախոսն էլ ձեռիցդ վերցին, ես ինչ իմանամ, միշտ պետք է անես, դա ազգային անվտանգությունն է ասում։ Դուք պատկերացրեք մեր երկրի ողբերգական վիճակը, ժողովուրդ, սա ոչ գովազդ է, ոչ քարոզարշավ է, սա երկրի լինել չլինելու հարցն է այլևս։ Մենք չունենք բանակ, այն օրը պարզ երևաց, ես ուզում եմ քիփ կարճ յուբկեքով կնանոց հարցնել, դուք տենց պետք է գնայիք զորամաս, տենց պետք է երկիր պաշտպանեք, այդ կաբլուկներով, այդ քիփ յուբկեքով, այդ ինչ էր, այդ ինչ ծաղրացուի թատրոն էր, արա, ու որոշ տասներներ ասում են հələ Վազգենից հետո ոչ մի անգամ զորահանդես չի եղել, եթե սենց պետք է լիներ զորահանդես է, զրոհանդեսը, ավելի լավ էր չլիներ, այդ ինչի նման էր, այդ կապիկությունը, Ալամիկ, այդ որ Վազգենի նկարը դոշիտ խփած մանես գալի, ուրիշ ոչինչ ասել չես կարող դու այս ժողովրդին, բացի այդ նկարից, այդ էլ որ հաստատ քո հետ ոչ մի կապ չունի, փակագծեր չբացեմ, չես հասկանում, որ այդ ամեն ասած բառի տակ, որ ստորագրում ես, Նիկոլը ոչ մեկից չի տանելու իր հետ, բոլորդ ինքն էլ չի հասցնելու գնալ, ու բոլորդ պատասխան եք տալու, շատ դաժան, ժամերի հաշվարկները, ետ հաշվարկը վերջանում է արդեն, ուշքի եկեք ժողովուրդ ես ինչ եք անում, երեխաների ծննդյան օրը, երեխաների խաղաղության օր է իբր թե սարքել, կապիկություններ է անում, ձևացնում է, թե մեր երկրում ամեն ինչ կարգին է, ամեն ինչ կարգին է, Լարսից հետ են գալի արդեն, տարած հետ բերած, միրգն ու բանջարեղենը, ծաղիկները, դեմը ծիրանի սեզոնն է, լավ, սովորը, եթե դուք միայն հասկանում եք, լափեմ թափեմ ծրագիրը, ես ձեր լեզվով ասեմ, այդ որ տանել հետ են բերել, չեք հասկանում, որ այդ որ Արտաշատում ծափ եք տալի Նիկոլին, չեք հասկանում, որ վաղ Արտաշատցի խաղողդ մնալու է ճամփին, չի տեղ հասնելու, ու դու չես կարողանալու ոչ մի բան իրացնել, նույնը ծիրանը, նույնը մնացած բաները, ես Արտաշատ ասեցի, բայց մենակ Արտաշատը չէր, Արտաշատի մասին չէր կոնկրետ, այնպես որ ժողովուրդ ուշքի եկեք, Նիկոլը ձևացնելով, թե ես իմ գյուղի լավ տղերքից ես սենց ասեմ, փորձում են մտավոր տահասներին պարզապես մանիպուլյացնել, սա քարոզարշավ չի, սա ծաղրացուների փողոցային թատրոն է, ուղղակի ծաղրացուների, հիմա եթե դռները բացել եք արդեն Սյունիքի առաջ, Ալենը հայտարարում է, որ դա մեր ծրագիրն է, ազգային անվտանգություն, դու ինչի համար ես ընդհանրապես, քո կառույցը ինչ է կատարում, ազգային անվտանգություն, բացարձակ հայտարարում են ազգային անվտանգության սպառնացողները, տերորիստները գահը զավթել են, քո արած գործողությունը որն է, կրկին հորդորս, բոլոր օրգաններում Նիկոլին վաճառված, նրա բոլոր օրգանները, ներքին, արտաքին, չգիտեմ, ժողովուրդ, ինչպես որ ծամում է, խոզի կաշին, Նիկոլը այնպես ծամելու է նաև ձեր կաշին, դրա համար հիմա լավ պարգևավճարներ է տալիս, ոստիկանության բոլոր աշխատողները, ձեր արածը ծառայություն չի, ձեր արածը են աստիճանի ազգադավություն է, որ Նիկոլը արդեն ձեզանով հպարտանում է, հպարտասում է մեր ինստիտուտները, չգիտեմ ինքը որտեղ է այդ ինստիտուտը տեսել, առհասարակ, երևի համալսարանի բակ վերջի անգամ, են որ դուրս է մնացել, Թումանյանն ու Իսահակյանը խառնելուց այդ ժամանակ ա եղել, հայտարարում է, որ մեր ինստիտուտները այնքան կայացած են, որ ցանկացած ընդվզում մենք կխեղտենք հենց բնում, հիմա ես ասել էի, փողոցում լինեինք կոլիկ, ես կասեի ինչ է իր արել, ուղղակի ափսոս, այնպիսի տեղից չեմ քեզ ասում դա, որ կարողանամ ասել բացարձակ ինչ կանես,
Այդ քեզ թվում է դու մնացիր անպատիժ, այդ աստիճանի անպատիժ ես մնալու, հա? Թե պատվալները սրանն տանել փակելով, հիմա կարողանալու ես էլի նորից դալշը լավ տղա խաղաս, հա? Այդ քեզ թվում է ոչ մեկ չի հասկանում, որ քո մոտ գոյի կռիվը այն աստիճանի արդեն շատացել, դու քո վախից ես անում։ Հիմա բոլոր այդ կապիկությունները արդեն կանանց վրա, իդեպ ասեմ, այդ ինչի համար ես անընդհատ թույլ կանանց ընտրում, որպես թիրախ ֆիզիկապես թույլ։ Ու ինչի անընդհատ հանդիպում ես միշտ անենց մարդկանց, որոնք իտոգում կարողանում ես դու իրենց հարցախեղ տանել, ինչ որ մի կերպ, այդ սարքած թատրոնները քեզ թվում է, սենց հեշտ կողքից որ նայում են, կերան, հա, ժողովուրդը։ Ժողովուրդ, մնաց հաշված օրեր, ով էլ որ, ում էլ որ գնաս ընտրես, հիշիր մի բան, դու ընտրում ես քո երեխաների ապագան, ու մի ասեք ոչինչ չի փոխվելու է, ինչքան էլ որ կեղծի Նիկոլը, եթե դու թույլ չտաս, որ քեզ օգտագործի, նա չի կարողանալ օգտագործել, Նիկոլ հերիք է արդեն, դու արդեն չեմ ասում թողրադեղի, ուղակի հանձնվի, որովհետև դու այնքան արդեն կեղտոտություններ ես արել, քեզ 3 հատ ծմահ բանտարկություն էլ չի փրկելու, ոչ քեզ, ոչ Ալենին, ոչ են ծնգլարեքին, իդեպ դուք եք սաղին ծնգլան, մետում եք ասում ծնգլ, գնում ենք ու ընտրում ենք մեր վաղվա ապագան, գնում ենք ու ասում ենք ոչ Նիկոլիզմին ու Նիկոլին։